Ալամքարյան, ինձ թվում է դուք օրակարգին այդքան էլ ծանոթ չեք, որտեղ խոսքը գնում է վարկային համաձայնագրի վավերացման մասին։ Ենթադրաբար պետք է նաև վարկի մասին մի երկու բան ասեիք։ Ժամկետը, գումարը, արտոնյալ ժամանակահատվածը, դրա մասին ոչ մի խոսք չկար։ Եվ երկրորդ հարցս, դուք ճիշտ նշեցիք, որ էական հատված գնալու է այն սպանը փափուկ, որը soft կոչեցիք չգիտես ինչի, եւ ներդրումային բաղադրիչների վրա։ Ես կուզեի, որ դուք մի քիչ ավելի կոնկրետացնեիք, էլի, ինչքան է կազմելու օրինակ հիմնական միջոցներում ներդրումները, որովհետեւ տեքստը, որ կարդում ես, ռոռոկման ոլորտի կառավարման ծառայությունների մատուցման բարեկարգում, օրինակ ջրային կոմիտեի եւ ջրամատակարար գործակալության գործունեությունը բարելավելու նպատակով ինստիտուցիոնալ բարեփոխումների համապարփակ ծրագրի իրականացում, ապահովելով ի թիվս այլնի տեխնիկական աջակցություն, կներեք ինստիտուցիոնալ գնահատման, ներառյալ գենդերային եւ ներառական ասպեկտները։ Ես կխնդրեի մի հատ հստակեցնեիք, վարկի մանրամասները զեկուցեիք եւ նաեւ ինչքան է գնալու փափուկ, ինչքան է կոշտ բաղադրիչների վրա։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, երևի ուշադիր չեղաք այդ պահին, ես նշեցի թե տևողությունը, թե ծավալը վարկի, կրկնեմ, ծավալը 70.400.000 եվրո, սա համաշխարհային բանկի համաֆինանսավորման կտորն է, մոտավորապես նույն չափի կտոր կունենանք զարգացման ֆրանսիական գործակալությունից, որը նորից էլի կբերենք ձեր քննարկմանը կներկայացնենք, նշեցի նաև ժամկետը 5 տարի, եթե նկատի ունեք ֆինանսական պայմանները, դրանք մենք ձեզ ներկայացրել ենք, կարող ենք նորից ներկայացնել, չգիտեմ կոնկրետ որ պայմանն եք ուզում, ես հիմա բարձրաձայնեմ, այդքան ժամանակ ճիշտ ասած չկա, 20 վայրկյան է մնացել, անդրադառնամ մյուս ձեր հարցին, մենք բյուջեն բնականաբար ձեզ տրամադրել ենք, կարող ենք մանրամասն նորից տրամադրել, ուղղակի մեզ լսողների համար արագ ասեմ, որ կոնկրետ ջջը ջրամատակարարման եւ ջրահեռացման ուղղությամբ հենց կոնկրետ ենթակառուցվածքներում ներդրումները կկազմեն $25 միլիոն, իսկ ռոռոկման համակարգի ենթակառուցվածքների վերակառուցմանը կուղղվի $120 միլիոն։ Շնորհակալ։ Արձագանք։ Ալամքարյան, դուք ձեր զեկույցը տևեց 2.5 րոպեից մի քիչ ավել, հենց որ ժամանակի պակասության վրա, ժամանակի պակասությունից բողոքելը առնվազն մեղք է ազգային ժողովի եւ հաշվի առնելով, որ պահքի շրջանում ենք։ Grace period-ը, մնացած ամեն ինչ, համաֆինանսավորումը ինչի վրա է գնալու։ Մյուսը, վարկը 70 միլիոն է։ Դուք զեկուցում եք 70 միլիոնանոց վարկ։ 120 միլիոնը ո՞նց եք մտցնում 70 միլիոնի մեջ։ Փաստենք, որ այն 70-ը, որը վարկ եք վերցնում, ընդամենը 25 միլիոնն է գնալու այս վարկի շրջանակներում կոշտ ենթակառուցվածքային ներդրումների վրա։ Շնորհակալություն։ Կարող եմ արձագանքել։ Գուցե նորից ուշադիր չէիք։ Նշեցի, որ ծրագիրը 180 միլիոն միայն առաջին փուլն է լինելու, երկրորդ փուլը լինելու է 250 միլիոն։ Բնականաբար այն թվերը, որը ներկայացնում եմ, վերաբերում են ծրագրի ողջ բյուջեին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Սոնա Ղազարյան, Տիկին Դավոյան։ Պարոն Ղալամկարյան, իմ հարցը հենց նախագծին Տիկին Ղազարյան։ Իմ հարցը հենց նախագծին չի վերաբերում, բայց այսպես օդում կախված մնաց երևանցիների եւ Վիոլայի հարաբերությունների վերաբերյալ հարցը, որովհետեւ պարզ է, որ կառավարության բանակցությունների արդյունքում այն սահմանափակումը, որի մասին հայտարարել էր ավելի վաղ Վիոլան փոփոխության ենթարկվեց, բայց այդպես էլ չհասկացանք լավ դրա ապագան որն է եւ ինչպես ենք մենք առհասարակ փորձելու լուծել այս խնդիրը, որովհետեւ խնդրի լուծման հետաձգումը խնդրի լուծում չէ ակնհայտորեն։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան։ Ինչպես արդեն նշել ենք, ներկայում երկու շաբաթյա ժամկետ ենք խնդրել Վեոլիայի հետ աշխատելու եւ վերանայելու ժամանակացույցը։ Մեր նախնական գնահատականն այն է, որ այնտեղ պոտենցիալ ունենք ժամանակացույցը բարելավելու, լավարկելու եւ մեր գնահատականը հիմնված է երկու հիմնական գործոնների վրա։ Առաջինը պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերը, որոնք
ընթացիկ են, իրականացնում ենք, բայց նոր թափ ենք հաղորդելու եւ դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր, բավականին մեծ ծավալների, խոսքը վերաբերում է թե Երևանին, թե մարզերին, եւ երկրորդը ունենք հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տանում էինք նախքան այս ժամանակացույցը, խնդրում եմ չկապել մեկը մյուսի հետ, ուղղակի որոշում կայացվեց լրացուցիչ ռեսուրսներ ներդնել եւ այդ ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնել ավելի արագացված ռեժիմով։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Տարիներ առաջ հայտարարվեց, որ վատ ենթակառուցվածքների բերումով ջրի կորուստը 70% է։ Եթե ունեք նոր տեղեկատվություն, թե որքան է կազմում ենթակառուցվածքների վատ ենթակառուցվածքների արդյունքում ջրի կորուստը, խնդրեմ ներկայացրեք։ Եվ այստեղ էր մի հարց, որ թերևս չհայտարարված ջրանջատումներ կամ ջրի մատակարարման ժամկետի կրճատում որոշ համայնքներում կան։ Մենք գիտենք, որ այս պահին Երևանի տարբեր վարչական շրջաններում գիշերը ջուր չի լինում։ Այս խնդրի վերաբերյալ որն է ձեր դիրքորոշումը։ Վերջին մասը չլսեցի։ Երևանի որոշ վարչական շրջաններում գիտենք, որ գիշերային ժամերի ջուր չի լինում։ Այստեղ ինչպիսին է մեր դիրքորոշումը, ինչպես ենք պատրաստվում այս խնդրին լուծում տալ։ Սկսեմ երկրորդ հարցից, հայտարարված 7-ժամյա անջատումը մենք հիմքեր ունենք մտածելու, որ կարող են կրճատել մինչև 3-4 ժամ։ Այսինքն ջրանջատումներ լինելու են, որովհետև ամառվա պիկ ամիսներին մենք կարիք ունենք գիշերային ջրանջատումների, որպեսզի ջրավազանները լցվեն եւ ցերեկային ժամերին այդ ջրավազանի ջուրը օգտագործվի։ Բայց 7 ժամի փոխարեն կունենանք 3-4 ժամ։ Ինչ վերաբերում է կորուստներին, Ոռոգման համակարգում դրանք գնահատվում են մոտավորապես 46-ից 50%-ի շրջանում, ինչ վերաբերում է Վեոլիայի ստանձնած պարտավորություններին ջրամատակարարման ենթակառուցվածքների առումով, նրանք ստանձնել են 80% հայտարարված կորուստներով, իջեցրել են մինչև 60-55%, տարբեր հատվածներում բնականաբար տարբեր են, բայց ուզում եմ նշել, որ Վեոլիան եւ կառավարությունը վերջին 2 տարում 22 միլիարդ դոլարի ներդրում են անում ենթակառուցվածքներում, ու դա կնպաստի միանշանակ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Արման Ղազարյան։ Պարոն Ղալամքարյան, երկու հարց ունեմ ձեզ, առաջինը վերաբերելի է օրինագծին, նախագծին, երկրորդը Սևանա լճին, հեսա պարզաբանան եմ, բաց եմ հարցերս։ Փաստացի գյուղական եւ այլ բնական վայրերում քանի տոկոս ջրի կորուստ ունեք այս պահին։ Եվ արդյոք այս վարկային միջոցներ ներգրավելով ինչ եք նախատեսում ջրի կորուստը ինչքանով է կրճատելու, թե հերթական սուտ նախագիծնա լինելու եւ վարկային միջոցնա լինելու, այդ թվում Սևանա լճի հետ կապված, որ արդյունավետ չի օգտագործվի, հեսակ բաց եմ ավելի։ Եվ երկրորդը Սևանա լճի մակարդակը չափելության գործակից է։ Ինչն եք վերցնում, որ ասում եք Սևանա լճի մակարդակը այսքան բարձրացել է, այսքան իջել է։ Խնդրում եմ, դա ասեք, որ համեմատակարի արդյունքում էլի, նախորդ տարիա, նախորդ 10 տարին է, նախորդ 100 տարին է, հիմա բարձրաբանեք այդ երկու հարցը, արձագանքի տեսքով նորից կարձագանքեմ ես։ Շատ լավ։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան։ Սևանի հետ կապված չափումներն իրականացնում է Հայ հիդրոմետը, շրջակա միջավայրի նախարարության եւ այդ թվային շարքերը մենք ունենք վերջին տասնամյակների համար։ Մենք ելնում ենք իրենց տրամադրած թվերից։ Նախորդ տարվա անցյալ երեկվա տվյալը կարող եմ ձեզ ասել, որ անցյալ տարվա մարտի 2-ի համեմատությամբ դեռ ունեինք 10 սանտիմետրի պակաս, այսինքն անցյալ տարվա համապատասխան օրվա ցուցանիշի հետ համեմատ, բայց լավ լուրն այն է, որ դրական դինամիկա ունենք եւ ամեն օրվա նախորդ օրվա համեմատ մենք ունենք պլյուս, ունենք ավելացում։ Ինչ վերաբերում է գյուղական շրջաններում ենթակառուցվածքներին, ես արդեն նշեցի, որ 25 միլիոն դոլարի ներդրում պիտի արվի, եւ այո, մենք հաստատակամ ենք եւ հետեւողական ենք լինելու, որ ջրամատակարարման ենթակառուցվածքները արդիականացվեն, վերակառուցվեն, հիմնանորոգվեն, եւ սա հենց վերաբերում է գյուղական բնակավայրերին։ Հենց բաղադրիչի անվանումն էլ հենց այդպիսին է։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Պարոն Ղալամքարյան, տոկոսների կորուստների մասին խոսեցիք, որը շատ կարևոր է, կամ մոռացա, կամ շրջանցեցիք, եւ այնպես է ստացվում, ոնց որ թե դուք եւ շրջակա միջավայրի նախարարությունը իրար հետ չեք համագործակցում, օրինակ նախորդ
միտեղ նայեցի նիստերի ժամանակ շրջակա միջավայրի նախարարը ասում էր պատմական բան ունենք, առաջ ձեռքբերում ունենք, պատմական ձեռքբերումը նախորդ տարվա համեմատ ինչպես դուք նշեցիք, 10%-ով նվազա, 10%-ով թիվը, ո՞նց ասում է չէ։ 10 սանտիմետր ներողություն, 10 սանտիմետր լավ տոկոսն ու սանտիմետր, այսինքն պատմական ձեռքբերումը 10%-ով, 10 սանտիմետրով պակասն է լինում էդ, ես չեմ հասկանում, չեք համագործակցում իրար հետ։ Ես սա մեկ եւ երկրորդը տոկոսների հետ կապված վարկային ծրագրերը փոշիացվել է միշտ, ժամանակս քիչ է որ ասել։ Կարող է սա էլ հերթական փոշիացված ծրագիր լինի, այն KfW-ից վերցրած դրամաշինները, որ Սևանում պետք է մաքրման կայաններ սարքեիք, այդպես էլ ես 4 ամիս ման եմ գալիս չեմ գտնում ճիշտ ասած։ Սա էլ հերթական կարող է ծախողումը լինի վարկային միջոցներ եւ լրացուցիչ ֆինանսական բեռ։ Շնորհակալ եմ, վարկային համաձայնագրի իրականացման պատասխանատուն պիտի լինի ջրային կոմիտեն եւ անձամբ ես հավաստիացնում եմ, որ չի փոշիացվելու, կարող եք ամենօրյա ռեժիմով հետևել, ինձ պատասխանատվության ենթարկել, ես ձեզ դա հավաստիացնում եմ։ Ձեր հարցը գյուղական բնակավայրերում կորուստների մասին շատ համահարթեցված, համախառն հարց էր։ Ես չեմ կարող թիվ ասել բոլոր գյուղական բնակավայրերի համար։ Տարբեր բնակավայրերում, որտեղ որ թարմացրել ենք, ունենք օրինակ 14-ժամյա ջրամատակարարման գրաֆիկ այդ նույն Սասունիկ գյուղում, որը ուներ նախկինում 4 ժամ, հիմա ունի 14 ժամ։ Ունենք գյուղեր, որտեղ կորուստները ահռելի են եւ մարդիկ ստանում են 2-ժամյա ջրամատակարարում։ Մյուսը ինչ էր։ Հա, շրջակա միջավայրի նախարարության հետ իհարկե համագործակցում ենք, շատ լավ ենք համագործակցում։ Կրկնում եմ, մենք ելնում ենք իրենց տված թվերից։ 10 սանտիմետրը նշեցի 25 թվականի մարտի 2-ի համեմատությամբ էր։ Ես ենթադրում եմ, որ նախարարը նշել է այն դրական դինամիկայի մասին, որը նաև ես հիշատակեցի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Սիսակ Գաբրիելյան։ Շնորհակալ եմ, պարոն Ղալամքարյան, դուք նշեցիք ոռոգման ջրի հետ կապված, ես ուզում եմ հասկանալ, եթե սա միայն ոռոգման ջրին չի վերաբերվում, շատ խոսեցինք, հա, Երևանում ջրամատակարարման 24 ժամյա ռեժիմը 17-ը սարքել 24, բայց Երևանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղական բնակավայր, որտեղ նաև ես եմ վերջին շրջանում ապրում, ինձ բնակիչների անունից խնդրում եմ ձեզ դիտարկել Ձորախբյուր համայնքը որպես խմելու ջրի այս ծրագրի շրջանակներում։ Կարող ենք հույս ունենալ, որ կդիտարկեք Սարգսյան, նախազգուշացում։ Շնորհակալ եմ։ Կարող ենք դիտարկել, որ այս ծրագրի շրջանակներում Ձորախբյուրում նույնպես ջուր ունենալու, թեկուզ օրական 2-3 ժամ ջուր ունենալու հույս կնի, որտեղ այնտեղ ընդհանրապես ջուր չկա։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Գաբրիելյան, գրավորել ենք ստացել այդ առաջարկը, դիտարկում ենք, այո, հնարավորություն կա, ինչպես նշեցի, Վեոլյան եւ կառավարությունը համատեղ տարեկան 11 միլիարդ դոլարի, 11 միլիարդ դրամի ներդրումներ են իրականացնում խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերում եւ այդ համատեքստում այո կարող ենք դիտարկել, ուղղակի ուզում եմ հաշվի առնեք, որ նման կարիքներ ունենք Հայաստանի բազմաթիվ համայնքներում եւ բազմաթիվ բնակավայրերում։ Վեոլիայի հետ համագործակցությամբ մենք ընտրում ենք ամենահրատապ բնակավայրերը, այնտեղ որտեղ կորուստները ամենաշատն են։ Այս պահին ընթացիկ ծրագրեր ունենք օրինակ Նուբարաշենում, Աջափնյակում, Երևանի կենտրոնում, ունենք Ալավերդիում, Արագածոտնի մարզում, ընտրվել են այն բնակավայրերը, որտեղ ամենամեծ կորուստներն են, որպեսզի ունենանք ամենաշատ խնայված ջուր։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Շնորհակալ եմ, դրա համար է ճշգրտում, եթե սա վերաբերում է միայն արդիականացման, այլ ոչ թե նոր ծրագրերի, գուցե դա երկրորդ վարկային համաձայնագրով լինի, խնդիրն է նա, որ իմ նշած համայնքում Ձորախբյուրում չկա էլ որ կորուստ լինի, այսինքն այնտեղ կորուստը 0 է, որովհետև ջուրը չկա, դրա համար խնդրում եմ այս ծրագրի շրջանակում, եթե հնարավոր է ջրամատակարարման ուսումնասիրությունը արվի եւ տեղում մարդիկ տեսնեն, որ այդ աշխատանքը տարվում է։ Շնորհակալ եմ։ Շատ լավ։ Եթե կհամբերեք այդքան, ապա այս ծրագրի շրջանակում այո, անպայման։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Գառնիկ Դանելյան։ Պարոն Ղալամքարյան, տևական ժամանակ ազգային ժողովի ամբիոնից պատկան մարմիններին զգուշացրել ենք սպասվող ճգնաժամի մասին, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին, այլ ատյաններին։ Երբ որ հարց էինք ուղղում, որ այդ
խողովակները մաշված են, լրջագույն խնդիրներ կա եւ այլ ժամանակը չի երիքի նշեմ, ասում էին, որ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ կարգին է, որևէ խնդիր չկա, Վիոլա ջուրի իր աշխատանքները պատշաճ կատարում է եւ արի ու տես Վիոլա ջուրը հայտարարում է, որ այդ ժամանակացույցի մասին մեծ վրդովմունք առաջացնում եւ տարածքային կառավարման նախարարը ժամեր հետո ասում է դե զանգեցին, կարգավորեցին, կառավարության միջամտությամբ հրաշք, կառավարության միջամտությամբ այլևս այդ ժամանակացույցը չի փոխվի եւ այլն եւ այսպես շարունակ։ Հիմա հարց, այդ ո՞նց է լինում, որ այդ տարիներով կուտակված խնդիրը մի հատ կառավարության զանգով դες կարգավորվում։ Արդյոք սա մանիպուլյացիա չի եւ հերթական խապկանքը չի, էլի, այսինքն ո՞նց է կարգավորվում, էլի այդ հարցին խնդրում եմ պատասխանեք։ Այդ կարան զանգեն եւ այդ խողովակաշարերը արդեն խնդիր չունենան, կորուս չլինի, բանանի, այդ բան գաղտնիք ուզում եմ մի հատ ասեք էլի ոնց է։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Դանիելյան։ Չէ, մանիպուլյացիա չկա, գաղտնիք էլ չկա, ես արդեն նշեցի, ներդրումներ են արվում ենթակառուցվածքների արդիականացման հիմնանորոգման ուղղությամբ եւ դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր։ Երկրորդ գործոնը, որը կարևոր դեր է խաղալու, հայտնաբերված նոր ջրաղբյուրներն են, որոնցից մոտավորապես 200 լիտր վարկյան ծավալով ջուր կտեղափոխենք Երևան արագացված կարգով։ Գիտեք, եթե մենք նման նպատակ ունենայինք մոլորության մեջ գցելու մարդկանց, մենք չէինք ասի, որ այո, թաղամասեր լինելու են, որ 17 ժամյա գրաֆիկ են ունենալու։ Չէինք ասի, որ այո, կլինեն բարելաված ժամանակացույցով թաղամասեր, բայց այդ բարելավումը կլինի օրինակ 3 ժամվա, 4 ժամվա բարելավում։ Մենք կասեինք ժողովուրդ ջան, մենք ձեզ 24 ժամյա ջուր ենք մատակարելու։ Եվ կներեք, ով է եղել այն մարդը, որը ասել է, որ Հայաստանում ենթակառուցվածքները իդեալական վիճակում են։ Բոլորս գիտենք, չէ՞, որ սովետական ժամանակներից մնացած ենթակառուցվածքներ են։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Ուրեմն այդ տեսանյութերներ կա, հուսով եմ առիթը կընձեռնվի ձեզ ցույց տալու, թե ինչ պատասխաններ են տալիս, այդ իմ պատասխանը չէ, չգիտեմ, հասցեատերը ես չեմ, հասցեատերը կառավարության անդամներն են։ Ինչ վերաբերվում է, ես շատ պարզ եմ հարց տալիս, այսինքն, եթե խնդիր կա, այդ խնդիրը պետք է ներկայացվի, եւ այդ խնդիրները պետք է լուծվեն, ոչ թե այդպես զանգի ընթացքում այդ խնդիրը կարգավորել։ Հետո ես որ հարց էի տալիս, ուղում էի այդ հարցերը հանրային ծառայությունների կարգավորող հանձնան, ասում եմ Վիոլա ջուրը ինչ անի։ Ինքը ընթացիկ նորոգումներ անում, կապիտալ նորոգում չի անում, ընթացիկ, չգիտեմ, միտեղ խողովակը պայթել է, գնում են, զոդում են եւ այդ ընթացիկ նորոգ կապիտալ բանի հնարավորություն չունի։ Հիմա ուզում եմ հասկանամ, եթե Վիոլա ջուրը կապիտալ ներդրումներ չի անելու, բեռը ամբողջությամբ ընկնելու է կառավարության վրա, պետության վրա, հիմա հասկանանք էլի այդ ներդրումները առանց անելու հնարավոր այդ խնդիրները լուծեն, թե էլի ասել են Վիոլա ջուր ընթացիկ նորոգումներ անելու եւ կապիտալ նորոգումների հնարավորություն չունի, կապիտալ աշխատանքի։ Շնորհակալ եմ, պարոն Դանիելյան, ախր քիչ առաջ ասացի ներդրումների մասին։ Վիոլայի հետ պայմանագիրը, եկեք հստակ, Վիոլայի հետ պայմանագիրը գրվել է 2015-ից 2017 թվականներին։ Ես չէ, որ ձեզ պիտի հիշեցնեմ, ով է եղել իշխանության այդ տարիներին։ 2017-ին մենք ժառանգություն ենք ստացել այդ պայմանագիրը եւ Վիոլային։ Այո, այդ պայմանագրով ենթակառուցվածքներում ներդրումները պիտի անի պետությունը։ Ես էլ ձեզ ասում եմ, եթե պայմանագրում նախկին իշխանությունը գրել էր 1.5 միլիարդ դրամ տարեկան, 2 միլիարդ դրամ տարեկան, այս կառավարությունը որոշում է կայացրել տարեկան ծավալը հասցնել 11 միլիարդի։ Հիմա ես ձեզ ասում եմ, 11 միլիարդ արել ենք, անում ենք 25-ից 26 թվականներին, 12 ամսյա հատված նայեք, եւ անելու ենք նույնքան 26-ից 27 թվականներին, էլի 12 ամսյա հատված նայեք։ Եվ դա շարունակելու ենք։ Այո, որովհետև պետությունն է կրում ենթակառուցվածքների արդիականացման պատասխանատվությունը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարցերը ավարտվեցին, որտեղ ժամանակը սպառվեց, հարցերի համար նախատեսված։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը, իսկ հարակից զեկույցով հանդես կգա ֆինանսավարկային եւ բյուջետային